Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս իրանագետ Էդվարդ Բերուջանյանը։ Բարև ձեզ, պարոն Բերուջանյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Պարոն Բերուջանյան, Էրդողանը զրույց ունեցավ Ալիևի հետ, այնուհետև Իրանի նախագահ Փեզեշքյանի հետ, այնուհետև Ալիևը եւ Փեզեշքյանը զրույցներ ունեցան, իհարկե առիթը կամ պատճառը Ռամադան, տոներ եւ այլն, բայց պարզ է նաեւ որ այս զրույցների ինտենսիվությունը, խտությունը ենթադրում են տարատեսակ հարցերի շուրջ քննարկումներ, մտորումներ, կարծիքների փոխանակում, այնուհետև հայտնի դարձավ ըստ լրատվականների, որ Իրանի նախագահը մեկնելու է Բաքու, Փեզեշքյանի այցը սպասվում է ապրիլին եւ Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանային այս օրերին գտնվում է Ադրբեջանում, հա։ Կխնդրեմ անդրադառնալ այս ինտենսիվ կոմունիկացիաներին, որ զարգացումներն են ստիպում այս առաջնորդներին այսպիսի շփումների, սիրիական հարց, Իսրայելի հարց, հարավային Կովկասում իրադրության հարց, նկատի ունեմ այդ խաղաղության համաձայնագրի ստորագրման բացակայության հարց եւ այլն, համեցեք։ Ինչպես նշեցիք, այս ժամանակներում մի քանի տոներ կան իսլամական եւ դրանով պայմանավորված Իրանի նախագահան գրեթե բոլոր մուսուլմանական երկրների առաջնորդների հետ հեռախոսազրույցներ էր ունեցել եւ բացառություն չէին նաեւ Էրդողանն ու Ալիևը եւ ըստ տարածված այդ հաղորդագրության պաշտոնական նշվեց, որ այո, պլանավորած այց կա Բաքու, ինչպես նաև Էրդողանի հետ զրույցի հաղորդագրության մեջ նշվեց, որ Իրան-Թուրքիա հանձնաժողովի հանդիպում կա եւ դա լավ հնարավորություն է, որպեսզի քննարկվեն երկկողմանի, ինչպես նաև տարածաշրջանի, նաև միջազգային տարբեր հարցեր եւ սա լավ հնարավորություն է դիտարկում երկու կողմի համար եւ հաշվի առնելով նաեւ այն իրադրությունը, որ տարածաշրջանում կա, ապա ինտենսիվ է շփումները շատ սովորական են, քանի կողմերը փորձում են հասկանալ իրար կարծիքները եւ փորձում են այդ միջոցով արդեն հասկանալ թե ինչ դիրքորոշում եւ ինչպիսի լուծումներ պետք է գտնեն տարբեր հարցերի շուրջ, խոսքը նաեւ տարածաշրջանում մի քանի թեժ կետերի մասին, օրինակ Սիրիայում, ինչպես նաեւ Հարավ-Կովկասում, Հայաստան, Ադրբեջան այս հակամարտության մասին, սակայն կարծում եմ, որ այս հարցերը նաև կապված են ընդհանուր համաշխարհային խնդիրների հետ, թե Ամերիկա, Ռուսաստան այս համագործակցության եւ արքի մասին, ինչպես նաև Իրան-ԱՄՆ գործարքի մասին։ Մասնավորապես, հա, Իսրայելի հերթով փորձենք անդրադառնալ Իսրայելի մասով, Իսրայելում էլ արդեն մի քանի անգամ ըստ իսրայելական լրատվամիջոցների Նեթանյահուի կաբինետում քննարկումներ են ունեցել այն մտավախությամբ, որ Թուրքիան կարող է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, իր ռազմական ներկայությունը ամրապնդել եւ այլն, եւ դրան ինչ որ ձևով պետք է հակազդել։ Եթե առանձնացնենք բաղադրիչները Իսրայելի մասով, հիմնական մտահոգություններ Թուրքիա, Իրան, Ադրբեջան, հա, Թուրքիան եւ Իրանը, Իրանը առավելապես հանդես են գալիս, այսպես ասենք, հա, իսրայելական գործոնի դեմ, մինչդեռ Ադրբեջանը բավականին ռազմավարական գործակցություն է հաստատել այս երկրի հետ։ Տեսեք, Իսրայելի հարցում Թուրքիա եւ Իրանի դիրքորոշումները կարծես նման են իրար, բայց խնդիր կա Սիրիայում ազդեցության գոտու հետ կապված, քանի որ Սիրիայում իշխանության եկան Թուրքիայի ազդեցության տակ գտնվող ուժեր, ապա Իրանի համար սա կարծես այդքան էլ լավ չէր, քանի որ Իրանի ուժերը դիմադրության ճակատի ուժերը գնալով թուլացան, որի մաս է նաև Բաշար Ալ-Ասադի իշխանությունը, եւ այստեղ խնդիր կար
խնդիր կա Թուրքիայի եւ Իրանի ազդեցության տարածման, սակայն Իսրայելի նկատմամբ երկու կողմերս թե ունեն ճշտամական վերաբերմունք եւ վերջին շրջանում Թուրքիայի եւ Իսրայելի միջև այս հարաբերությունները նույնպես սրվել են, իսկ Իրանի դեպքում դրանք երբեք լավ չեն եղել իսլամությունից հետո հնարավոր է Թուրքիան եւ Իրանը ինչ-որ համագործակցության եզրեր գտնեն, բայց ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի եւ Իրանի միջև կա որոշակի մրցակցություն հենց ազդեցության տարածման համար, սակայն երկու կողմն էլ ունեն նաեւ տարբեր համագործակցություններ, մասնավորական համագործակցություններ նշանակություն երկրների համար եւ կարծես դա բալանսավորում է, որպեսզի Թուրքիան եւ Իրանը գնան կառուցողական ուղով եւ ոչ մի դեպքում չսրեն երկկողմանի հարաբերությունները։ Իսկ մեր տարածաշրջանի մասով Հայաստանի եւ Ադրբեջան գործընթացի համատեքստում տեսեք, այստեղ Հարավ-Կովկասում Իրանի, Թուրքիայի եւ նաեւ Ռուսաստանի շահերը տարբեր են, հատվում են նաեւ Իրանի եւ Ռուսաստանի շահերը տարբեր տարածաշրջաններում եւ տարբեր հարցերում Ռուսաստանը եւ Իրանը ունեն շատ մոտ դիրքորոշումներ, բայց կարծում եմ, որ Հարավ-Կովկասում Ռուսաստանի եւ Իրանի, ինչպես նաեւ Թուրքիայի շահերը տարբեր են եւ Իրանը հստակ դիրքորոշում է արտահայտում Հարավային Կովկասում մասնավորապես տարածքային ամբողջականության պահպանման եւ ինքնիշխանության պահպանման, իսկ մնացած երկու պետությունները Թուրքիան եւ Ռուսաստանը կարծես ունեն տարբեր կարծիք այս առումով, չնայած նրանք նույնպես հայտարարում են, որ տարածաշրջանությունը չպետք է երկրների խախտել, սակայն տարբեր հարցերում մասնավորապես Զանգեզուրի Միջանցքի հարցում այս երեք երկրների դիրքորոշումները տարբեր են, չնայած Թուրքիայի եւ Ռուսաստանի դիրքորոշումը կարծես ավելի մոտ է, քան Իրանը, Իրանը բացառապես կողմ չէ Միջանցքի բացմանը, իսկ Ռուսաստանը եւ Թուրքիան կարծես խնդիր ունեն հստակեցնելու Միջանցքի ձևաչափը, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես գիտենք, արդեն հայտարարել է իր կարծիքը այս Միջանցքի վերաբերյալ, որ այս Միջանցքի խնդիրը այն խնդիրն է, որը շատ է շահարկվում, ինչպես նաև Հայաստան, Ադրբեջան այս խաղաղության պայմանագրի համար։ Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերություններն են համենայն դեպս ռետորաբանության մակարդակում բավական ակտիվ, պետդեպարտամենտի խոսնակը ասաց, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկելու է այլ գործի կակազմերի կիրառում, եթե Թեհրանը հրաժարվի գործարքից, Թրամփը եւս խոսում էր դրա մասին, որ շատ ցավոտ հետևանքներ կլինեն Իրանի համար, եթե չգնան միջուկային գործարքի, իրանական կողմն է հայտարարություններով հանդես գալիս էլի նույնաբովանդակ, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարություն տարածեց, որ Թեհրանը չի վարանելու պատասխան գործողություններ հայտնել, Tehran Times-ն էր գրում, որ իրանական բալիստիկ հրթիռները ստորգետնյա բունկերներում պատրաստ են գործողությունների եւ այլն, հա։ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերություններում ինչ է կատարվում եւ իրավիճակը որքանով կարող է հասնել արդեն կոնկրետ գործողությունների էսկալացիայի։ Տեսեք, Թրամփի իշխանության գալուց հետո մեսիջներ կար հենց Թրամփի կողմից, որ իրենք պատրաստ են գնալու գործարք կնքելու ուղով են գնալու, միաժամանակ նաև Իրանի նկատմամբ առավելագույն ճշմարտ քաղաքականություն որդեգրեց, այս երկու մոտեցումը կարծես անհամատեղելի են Իրանի համար եւ իրանական կողմը որ շշման, ինչպես նաև սպառնալիքների տակ իրենք չեն կարող գնալ բանակցությունների եւ Իրանում արտաքին քաղաքականություն որոշով ինչպես նաև գործիչանի հոգեվոր առաջնորդն է եւ հոգեվոր առաջնորդը հստակ հայտարարեց, որ իրենք
չեն գնալու ԱՄՆ-ի վարչակազմի հետ նոր բանակցությունների եւ գործարքի, քանի դեռ պահպանվում են սպառնալիքի այս դիրքորոշումը, սակայն այստեղ նաեւ ներքաղաքական ինչ-որ հակասությունների ներսում, չնայած Իրանի հոգևոր առաջնորդը այսպիսի քաղաքականություն է, արտաքին քաղաքականության կոչով է հանդես եկել, այնուամենայնիվ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը չնայած երով Իրանի առաջնորդի արտաքին քաղաքականության գծին, այնուամենայնիվ իր նշել է, որ իրենք պատրաստ էին ԱՄՆ-ի հետ գնալ բանակցությունների, սակայն քանի որ հոգևոր առաջնորդը նման դիրքորոշում է արտահայտել, իրենք չեն կարող այլ ուղով գնալու, այստեղ նաև մականների եւ բարեփոխականների միջև խնդիր կա, քանի որ իշխանության նախագահ բարեփոխական թևին է հարում, իսկ մնացած են իշխանության ճյուղերը գտնվում են պահպանողականների ձեռքում, կարծես այնուամենայնիվ պահպանողականների դիրքորոշումը ավելի գերակշիռ է դառնում եւ նման վիճակում կարծես դեռևս չի նշмарվում այն հեռանկարը, որ Իրանը եւ ԱՄՆ-ն մոտակա ժամանակներս գնան ինչ-որ բանակցությունների կամ գործարքի, հատկանշական է նաեւ, որ Տրամպը նամակ էր ուղարկել Իրան եւ տարբեր արդեն վերլուծական կենտրոններ, ինչպես նաև լրատվականներ բացահայտել են նամակի բովանդակությունը, չնայած պաշտոնապես ոչ մի հայտարարություն չկար բովանդակության մասով, սակայն նշում եմ, որ նամակում գրված էր Տրամպի կողմից, որ եթե չգնանք գործարքի, նույնիսկ նշում էր դա երկու ամսվա ընթացքում եթե չգնանք գործարքի, ապա ԱՄՆ-ն որդեգրելու է շատ խիստ, ինչպես նաև նույնիսկ ռազմական արդեն հնարավոր է էսկալացիայի լինի, այս համատեքստում իրանական կողմն էլ նշում է, որ եթե ԱՄՆ-ն գնա նման ճանապարհով, ապա իրենք պատրաստ են հակահարված տալու, հոգևոր առաջնորդը վերջերս մի քանի օր առաջ նույնպես հայտարարությունով հանդես եկավ, սակայն պատասխան նամակում իրանական կողմը նշել է, որ հայտնել է իր դիրքորոշումը, երկու մասից է բաղկացած, մեկը իրադրության մասին Իրանի մոտենյունը արդեն պատասխան բովանդակությունն է։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ, հա, Իրանի համար, այսպես ասենք, որ տարբերակը առավել նախընտրելի կլինի, եթե այդ գործարքը ենթադրելու է իրանական քաղաքական, ռազմաքաղաքական գործոնի, այսպես ասենք, հնարավորինս նվազեցում կամ ընդհանուր չեզոքացում, ապա այս դեպքում Իրանը ինչ ճանապարհ կնախընտրի, ռազմական առճակատման, թե այնուամենայնիվ համաձայնելու ԱՄՆ պայմաններին։ Կարծում եմ, որ քանի Իրանում տնտեսական շատ վիճակ է, գնալով խնդիրներ են առաջանում հենց բաժանմիջոցների ճնշման տակ, կարծում եմ, որ սա այն խթանն է, որ հնարավոր է ինչ-որ պահի իրանական վերնախավին ստիպի, որպեսզի գնա զիջումների, բայց նաև չի բացառվում, եթե ԱՄՆ-ն ինչ-որ ռազմական էսկալացիա հրահրի, ապա իրանական կողմը կգնա նաև էսկալացիան շարունակելու ուղղով եւ չի գնա զիջումների, բայց կարծում եմ, որ երկու կողմն էլ խուսափեն նման սցենարից, որ ռազմական ինչ-որ գործողություններ լինի, քանի որ դա շատ մեծ վտանգ է տարածաշրջանում աշխարհում անվտանգության։ Կարծում եմ, որ չնայած Տրամպը շատ կոշտ դիրքորոշում է արտահայտում, այնուամենայնիվ կողմերը կխուսափեն նման սցենարից եւ ռազմական բախումը կարծում եմ, որ տեղի չի լինի, ուղղակի սա քաղաքական հայտարարություններ են, որպեսզի
մյուս կողմ ստիպեն զիջումների գնալ։ Իրանական կողմն էլ կարծում ունի խնդիրներ հենց տնտեսական, ինչպես նաև քաղաքական առումով, եւ այս ամենը հաշվի առնելով կարծում եմ, որ Իրանը ինչ-որ բան հնարավոր է նաև զիջումների գնա։ Ուղղակի իրանական կողմում կա նաև մտավախություն, հալով նախադեպ նախորդ ռազմի ժամանակ դուրս եկավ միջուկային հենց գործարքից, իրանական կողմը նշում է, որ իմաստ չկա Տրամպի կառավարության հետ գնալ նորից գործարքի կնքման, քանի որ Տրամպը արդեն խախտել է եղած գործարքը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս իրանագետ Էդվարդ Բերուջանյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։